Սահմանադրական դատանի դատավորի հարազատի սպանողներին օգնողներ են եղել, ինչ են արել։ Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին Սահմանադրական դատանի դատավոր Արտակ Զենալյանի հորեղբոր որդու 24-ամյա Սարգիս Զենալյանի վրա եւ դանակի հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով 24-ամյա երիտասարդը մահացել էր։ Դեպքի արդիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել երկու անձի նկատմամբ՝ Աշոտ Սոխրաբյանցի եւ Բենամին Սոխրաբյանցի սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան, ու դատարանը բավարարել էր։ Եղբայրները կալանավորված են։ Պարզվել էր, որ 24-ամյա Սարգիսի եւ ենթադրյալ մարդասպանի Աշոտ Սոխրաբյանցի միջև գինու փառատոնի ընթացքում վեճ էր եղել, որը չէր հարթվել, ինչն էլ ճակատագրական հետևանք ունեցավ 24-ամյա երիտասարդի համար։ Սակայն բացի ենթադրյալ մարդասպաններից գործով այլ հանգամանքներ են ի հայտ եկել։ Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու նպատակով հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման աջակցել է։ Տեղեկանալով, որ 2025 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 17:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ եղբայրներ Աշոտ Սոխրաբյանցը եւ Բենյամին Սոխրաբյանցը կատարել են Սարգիս Զենալյանի սպանությունը, վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու խոչընդոտելու նպատակով առանց նախնական խոստման աջակցել է նրանց 2025 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայով Աբովյան քաղաքից տեղափոխել է Արմավիրի մարզի Վաղաշապատ քաղաք, այդպիսով խոչընդոտներ ստեղծելով վերջիններիս հայտնաբերելու համար։ Ասել է, թե ենթադրյալ մարդասպանին աջակցողին եւս մեղադրանք են առաջադրել։ Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով, հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը պատժվում է տուգանքով առավելագույնը 20 պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 80-ից 150 ժամ տևողությամբ կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելուն կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ ազատության սահմանափակմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Վերոնշյալ անձի նկատմամբ խաբկանամիջոց է ընտրված բացակայելու արգելքը, իսկ գործը դատարանում է։ Ինչ կորոշի դատարանը ենթադրյալ մարդասպանին աջակցողի մասով, կհետևենք քննության ընթացքին։